Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահի միջոցներ ձեռնարկել ապահովելու Ադրբեջանի կողմից անօրինական պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որը հաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման եւ անկախ պետություն ստեղծելու իրավունքը։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման համար Հայաստանը $250 միլիոն չափով վարկ է վերցնում։ Ընդդիմադիր պատգամավորները տարակուսանք են հայտնում վարկի նպատակային օգտագործման առումով։ Նրանց խոսքով տասնյակ հազարավոր բռնագաղթածներ բնակարան չեն ստացել եւ տարբեր պատճառներով չեն օգտվել կառավարության բնակապահովման ծրագրից։ Կառավարությունը առաջարկում է համահարթեցնել միանվագ նպաստի չափը, ինչը նշանակում է, որ այլևս երրորդ եւ հաջորդ երեխաների համար $1 միլիոն եւ ավելին միանվագ նպաստի գումար չեն ստանա քաղաքացիները։ Փոխարենը այդ միանվագ նպաստի վճարը կդառնա $500,000։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել եւ քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափով։ Պատարագների ժամանակ կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդների անունները զեղչելով պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ Պատարագը, հայտարարություն է տարածել Մայրաթոռը։ Նշվում է նաեւ, որ այդպիսով պատարագիչն իրեն դուրս է մղում եկեղեցական միությունից ու մերժում է եկեղեցու առաջնորդի իշխանությունը։